Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Իրանին, մասնավորապես մայրաքաղաք Թեհրանին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ Թեհրանի արևելքում գտնվող Նարմակ թաղամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել էր 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել 20-ը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է նաև կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին։ Սա բարդ հետևանքներ կունենա, առավել եւս, որ արդեն Իրանի Ջամկարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը, եւ մի փոքր առաջ անցնենք, իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։ Տեսեք, ահա այսօրվա պատերազմները, երբ նախապես շատ հստակ, նախապատրաստված, օգտագործելով հետախուզական տվյալները, հակահետախուզական գործողությունների իրենց ներուժը օգտագործելով թիրախային, կոնկրետ թիրախային կարևորագույն հարվածներ են տալիս։ Իհարկե, ես հույս ունեմ, որ իրանա-իսրայելական այս հարձակումները փոխադարձ որ տեղի են ունենում կամ ունենալու, չեն վերածվի շատ լայնածավալ պատերազմի ու տարածաշրջանը էլ ավելի տարածաշրջանի կյանքը էլ ավելի բարդ չեն դարձնի, տեսնենք, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ պատերազմի այս դետալների վրա ուշադրություն դարձնենք, առավել եւս երբ շրջանառվում էր մի նյութ, ավելի շատ ռուսական տիրույթում, որտեղ երևում է, թե ոնց է սնարյադը եկել, հրթիռը եկել կոնկրետ շենքի այն բնակարան մտել, որտեղ բարձրաստիճան սպա կա, բնականը մտել բավական չի, դեռ ննջասենյակի կողմից է հարվածել, որպեսզի ամենայն հավանականությամբ քնած լինի։ Սա գեր ժամանակակից տեխնիկան է, տեխնոլոգիան է, պատերազմների վարելու ձևերն են, այսինքն զինված ուժերի ղեկավարին, շտաբի պետին, եթե հանում ես գործից, տակը ինչ է մնում։ Տակը մնում է նոր զինված ուժերի շտաբի պետ մինչև մտնի, մինչև նոր տվյալներին տիրապետի, մի խոսքով, դու այս ամեն ինչը ժամանակա, արագության մասին է, տեմպի մասին է, եւ դու կարող ես շատ արագ դասավորվել։ Մենք ցավոք սրտի 44 օրյային գնացել էինք ավելի ծանր, միջև 44 օրյան գնացել էինք ռուսական բանակի մոդելով, իսկ Ադրբեջանը օգտագործելով այս ամեն ինչը, պարապելով այս բանակների հետ, նույն Թուրքիայի բանակի հետ, որը գրեթե նույնն է Իսրայելի հետ, ուրեմն ավելի պատրաստված եկել էին ու մենք մինչև այսօր մեր հանրությանը որոշ շրջանակներ խափում ասում են, դե գիտեք 90-ականներին տեսակ ոնց կռվեցինք, հիմա էլ պիտի կռվենք, լավա չեն ասում, հավարիայի ճակատամարտում տեսակ թրով ոնց հաղթեցինք, հիմա էլ կարող էինք թրերով հաղթել։ Այսինքն մենք պիտի պատերազմների մասին մեր պատկերացումները փոխենք, ժողովուրդ ջան։ Մենք այն ժողովուրդն ենք, այն ազգն ենք, որ իր շատ երկար հազարամյակներով էթնիկ ժողովուրդ որպես անցել է ամենատարբեր պատերազմների բովով ու ցավալին են է, որ մենք այնքան ենք բթացել վերջին մի քանի հարյուրամյակում, որ մեզ որոշ կայսրություն մեզ կօգնի, մեզ կփրկի, թույլ չի տա, որ մենք վերանանք եւ այլն։ Այս ամեն ինչով այնքան ենք մեր հույսը դրել այլոց վրա, որ բթացել է մեր այն հավատը, հույսը, որ ինքներս ենք մեր գլխի տերը, այն պատկերացումը, որ ինքներս ենք մեր գլխի տերը ու մենք պիտի սկսենք սովորել, պիտի վերադառնանք ուսումնասիրելով գանք ու մի քայլ առաջ գնանք վաղվա օրվա մեջ։ Իմիջիայլոց երեք համացանցում տարածվեց Հայաստանում արտադրվող հրթիռային համակարգի մի շատ հետաքրքիր մոդել, որը ոչ մի Sathik News-ային ալիքում ես չտեսա, իսկ դրանք հաղթանակներ են, դրանք ձեռքբերումներ են, բոլորը նստած խոսում են, տեսեք Հայաստանում ինչ վատ է, վայ, ես ինչ են անում, ես ինչ են անում, ես ինչ են անում, իրենց 30 տարիների ընթացքում մի հատ պրուժին չեն արտադրել, այսօր հրթիռային համակարգ, մանյովրային, արագ,
քիչ անձնակազմ օգտագործելով ախր բա տարածեք թող մարդիկ տեսնեն իմանան վստահություն մտնի մեջները հասկանան այդ վստահությունը կթելադրի նրան որ օրինակ նույն ՀԴՄ կտրոնները նույն հարկերը ժամանակին վճարեն կտեսնեն որ իրենց գումարները ճիշտ տեղերում են ծախսվում զարգանում է որոշակի process-ներ ինչի համար չեք անում ձեր գործը միայն ազգին պառակտելն է ու թույն ու թարախ ներարկելը իսկ քաղաքացիներին էլ մենք չենք կարող ասել որ այդ բաները փակենք ոչ ձեզ կարող ենք մաքսիմում ասել որ մեծագրագիտության դասեր գոյություն ունեն առհասարակ շարժում գոյություն ունի մի ամբողջ կրթվելը նորաձև է բոլոր տարիքային բաների համար եկեք մի հատ վերանայենք ինքներս մեզ մեր ուղեղում մի հատ հեղափոխություն անենք ամեն մեկս մեզ համար այս ինչի մեջ եք չենք տեսնում այդ ամեն ինչը խնդրեմ եւ ասեմ ավելին սա դեռ թիրախային հարվածների մասով ուրեմն եթե ձեզ թվում է թե հрьяաների ուշքը գնում է իրենց Նաթանյահուի համար խիստ սխալվում եք եւ նույնն է Իրանում խնդիրներ կան եւ այո ընտրական process-ները բավականին բարդ են ընթանում Իսրայելում իր բարդություններով Իրանում իր իհարկե տարբեր են դրանք բայց այնուամենայնիվ բարդությունների բանը շատ բարձր ու դժվար հաղթահարելի ուրեմն եթե ձեզ թվում է որ հрьяաները Նեթանյահուի համար խելագարվում են սխալվում եք նա շատ ցածր վարկանիշ ունի այսօրվա դրությամբ բայց տեսեք ինչ հետաքրքիր բայց կա անկախ են քննադատություններից որոնք իրենք կարող են ուղղել ընդհանուր միջև հեղափոխության փորձերից միևնույնն է հիմա այս դրությամբ Իսրայելը հարվածել է Իրանին հասկանալով որ արդեն պատասխան հարվածը չի ուշանալու իսկ Իրանը արդեն գործի է դրել իր ավիացիան ու ԱԹՍ-ները բալիստիկ հրթիռները նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում մոտ 200 ինքնաթիռ 330 հրթիռ են արձակել ուրեմն կոչ է անում որ մտնել սնունդ հավաքել ու մտնել ապաստարաններ Այս Նաթանյահուին չսիրող, ատող, նրան, չգիտեմ, պարսիկ անվանող, դե իրանց մոտ էլ երևի այդ բառն է վիրավորական, քաղաքացիները ոչ մի խուճապ, առանց խուճապի գնացել են խանութները, ձեռք են բերել ինչ որ կարող են, հերթի մեջ կանգնած, իրենց հերթով դուրս են գալիս եւ գնում են դեպի ապաստարաններ։ Այսինքն հրահանգը տրված է։ Ու կապ չունի թե դու որքանով ես ընդունում։ Ոչ ոք այս պայդրությամբ դուրս չի եկել Նեթանյահուի հրաժարական պահանջի, եսիմ ինչեր, ոչ, դա իրենք թողնում են հետո, այս պահին քաղաքական պրոցեսն է, զարգացնում են դա, այս պահին ռազմական պրոցեսն է, ուրեմն մի հոգի է ղեկավարը, այս պահին բանն է, էլի խաղաղվեց, նոր կարող ենք մեր բողոքի ձայնը արտահայտել, ահա այսպես են վարվում իրենց պետության հետ։ Հիմա մենք այստեղից ինչ եք կարծում, ինչ պիտի սովորենք։ Երեք ես նայում էի հանրայինով Վանեցյան Արթուրի ելույթը։ Ես չգիտեմ, այդ հարցազրույցը որքանով կարելի է հարցազրույց որակել, հատկապես երբ քո հանրային հեռուստատեսության եթերում երբեմնի ԱԱԾ տնօրենը ցիտում է Զախարովա եւ ադրբեջանցիների հայտարարություններ։ Ես չգիտեմ, ել ինչ կարելի է տեսնել Հայաստանում։ Այնուամենայնիվ Մարդուն հարց են տալիս, այս ինչ հարցով ինչ եք որոշելու են ինչ, ասում եմ, երբ որ գանք իշխանության, կնայենք, կհասկանանք որն է ձեռնտու, ենք կանենք։ Բա որ չգիտեք որն է ձեռնտու, բա որ չգիտեք խաղաղության պայմանագրիրը ինչ է, բա որ չգիտեք այդ Եվրամիության դիտորդների գործառույթը ո՞րն է, այս ամեն ինչը որ չգիտեք։ Կարող ենք իմանալ, այդ ինչ հեղաշրջման փորձեր եք անում ու անունն ինչ եք դնում։ Այստեղ այնտեղ կնստեք, խոսեք սրանք, երկիրը, բանը, քանդեցին, տրաքսերին, հեսա էսի, որ անում են, հեսա էսի տալիս են, էսի, գիտեք ինչի համար է, որպես էսի, սենց, ասում են գալիս են հանրային հեռուստատեսության, բան ես հարցնում, փարզում է իրենք ոչինչ չգիտեն։ Չգիտեն, ասում ես, բա, ասենք էսի ոնց է, այնի ոնց է, ասում է, դե չգիտեմ, պիտի բանդեղ բան կա, չէ, գաղտնի բաներ կան, պետքա դառնաս ղեկավար, որ տիրապետ ես ինֆորմացիային, իա։ Բա հենա դարել հա տիրապետում հա դրա համար էլ ես ինչ բանը սենց անում այգին բաներ հաշվի առնելով բայց ես չի հատվում թե մարդիկ նստած մի ամբողջ ապարատ աշխատում հա
ու ոչի բան տենց հաշվի չեն առում, բաներ են որոշում սենց, հա, ստեղից ընդեղից։ Ասենք էս ի՞նչ ցնդաբանություն է։ Եվ ահա երեկվա հարցազրույցը Վանեցյան Արտուրի ժողովուրդ ջան, եւս մեկ փաստ էր, եւ ծանրակշիռ բավականին փաստ, որ սրանց գործը երբեք չի եղել, չկա ու չի լինելու Հայաստանի Հանրապետությունը։ Սրանց գործը իշխանություն զավթելն է։ Ու վերջ, ու որպեսի իրանց իսկական տերերին մատուցեն սկուտեղի վրա, այն ինչ որ օրինակ 2000-ականներին մատուցեց Քոչարյան Ռոբերտ, ասենք այդ ժամանակ ինչ արեց, վերցեց ինչ կար չկար նվիրա ռուսին, ասեց դե անունը դնում են գույք պարտքի դիմաց, հիմա ինչն եք ինչի դիմաց տալու, դուք որ գաք, ասում դե մենք կնստենք, կորոշենք, եմը դիտորդներն են հարմար, թե ռուս բաները, սահմանապահները, իսկ եթե որոշես եմը դիտորդներն են հարմար, դու այդքան քաշում ես, որ ռուս սահմանապահներին ասես գնացեք այստեղից, չունես այդ քաշը, այնպես կտան վզակոտիդ, որ էլ ասելու չի, իսկ բանը մենք տեսնում ենք, թե ինչ բարձր մակարդակյա կարողանում մեզ ներկայացնել այսօրվա վարչապետ, ես մեկը ունեցել եմ 3 նախագահ մի վարչապետ, ղեկավար մարմիններ որպես, ես երբեք այսքան նորմալ ինչ չեմ, այո ինձ համար ցավալի կորուստներ կան, որոնք որ հենց այդ 3 նախագահներից վարած քաղաքականության արդյունքն է, բայց որպես քաղաքացի ինձ այսքան հանգիստ չեմ զգացել, որ իմ պետությունը աշխարհում ընկալվում է որպես պետություն, ոչ թե որևիցե մեկի բոստան, եւ ես որպես քաղաքացի ներկայանալի եմ ամենատարբեր միջազգային ատյաններում եւ բավականին լավ դիրքերից իմ ընտրության հաշվին։ Ու եթե մարդիկ կան ինֆարկտահար են լինում, եղեք ինչ ուզում եք, մի ամբողջ ժողովուրդ ձեր ձեռներ ինֆարկտահար լինում։ Հիմա ես մի 1000 հոգով ինֆարկտահար եք լինում, սա աղմուկ աղաղակը գցել եք, կեղտոտում եք ջուրը, որ ինչ։ Ասում դե մենք չգիտենք, ինչ հարցեր ես Պետրոս Ղազարյանն, ասես դե պիտի գանք ծանոթանանք իմանանք, ասում բայց հարցը դե պիտի գանք ծանոթանանք իմանանք, բա որ ծանոթ չես ու չգիտես։ Ինչ ես գնում ստեղ ընդեղ այս ոդքասթերով, բաներով պատտվում, ինչ ուզում խոսում։ Ու ծանոթ չես։ Ու խոսում որպես հաստատ բան, թեմա։ Եվ ոչ միայն դու, ախր ստեղ որ ասում եմ Արտուր Վանեցյան, ու առհասարակ որևիցե մեկին, երբ որ ես անունով դիմում եմ, ես նախկինս խունտային մեկ ամբողջականության մեջ եմ նկատի ունենում։ Այստեղ Արտուր Վանեցյանը չէ, այստեղ բոլորն են։ Բոլորն են այդպեսին։ Ես այսօրվա պես հիշում եմ, մի որոշ ժամանակ առաջ Ալեն Սիմոնյանը համար մեկ ամբիոնից Արտվիկ Մինասյանին ասաց, հենց հիմի եթե մենք գնանք դուք կուզեք գաք իշխանության, Արտվիկ Մինասյանը սենց արեց։ Որովհետեւ շատ լավ են հասկանում, ինչ դժվար այս բարդ իրավիճակում աշխարհ քաղաքական, ինչ դժվար է պետությունը ոչ միայն կառավարելը, այլ նաեւ առաջընթաց ապահովել ու կոնկրետ ոլորտներում։ Եվ իրականացնել ամենատարբեր ծրագրեր, այն պարագայում, երբ որ այսօրվա դրությամբ ավելի կայուն երկրներ ավելի բարդ անվտանգային իրավիճակում են հայտնվել։ Եվ այս Իրան-Իսրայել հակամարտությունն էլ ես ձեզ ասեմ, որ լավ տեղեր չի տանում։ Եվ մենք պիտի այս իմաստով ամեն կերպ պատրաստ ենք, այդ խուճապի մատնվելու սովորույթը մեր մոտ կա։ Իսկ դու գիտեք ինչի համար են, այո, հենց էլ նաև դրա համար մի քանի նապաստակներ են խփել։ Ինչի համար են ամբողջ կյանքում մեր ուղեղի մեջ դրել, որ թուրքը մեզի կոտորեց, ջարդեց, սպանեց, թուրքը ջարդանատուն։ Այս ամեն ինչը ինչի համար է անընդհատ։ Լավ, գիտենք, ցեղասպանությանը վերաբերվում ենք որպես ցեղասպանություն եւ այն ինչ որ պիտի կրենք, կրում ենք, բայց այն հավելյալ բաները չլնեեցի, չլնի թուրքը հեսա կգայեցի, հանկարծ ցենց եղավ թուրքը կարծակվի։ Գիտեք, թուրքը ուզում է էսի թուրքը, այս ամեն ինչը ինչի համար է։ Մեր մեջ վախի մթնոլորտ պահելու համար։ Վախ, որպեսզի մենք խուճապային տրամադրությունների մեջ լինենք ու սառը դատողություն չանենք։ Լավ, իսկ կարելի է ուղիղ շփվել Թուրքիի հետ։ Բայց ուղիղ շփվենք, տեսնենք իրականում ինչ է ուզում։ Ձեզով ասել, որ այն միջնորդը իրականում ձեզ ասում են ինչ որ թուրքն է փոխանցել, եւ թուրքին էլ ասում են ինչ որ դուք եք փոխանցել։ Ո՞վ է ձեզ ասում։ Ուղիղ շփվեք, տեսնենք ինչ կա չկա։ Եվ այս ուղիղ շփումից միշտ վախեցել փախել ենք, դրա համար ենք բերելու ռուսին կանգնացրել այնտեղ, հետո ասել ենք դե ինքը մեզ կփրկի։ Իմիջիայլոց մի հետաքրքիր դրվագ կա պատմական,
Շատ հետաքրքիր դրվագ է, որը ձեզ հիմա մեջ բերեմ, հա։ Ուրեմն կար չկար մի փոքրիկ պետություն կար, հիմա պետության անունն էլ կասեմ, որի հարևանությամբ գտնվում էր մի ամբողջ կայսրություն։ Պատկերացրեք տարբերությունը։ Այս պետությունը ղեկավարները ռազմական հանկարծ տեղեկանում են, որ այս կայսրությունը պատրաստվում է հարձակվել իրենց վրա։ Եվ գնում սկսում են պատրաստվել հարձակմանը դիմակայելու։ Սկսում են պատրաստվել։ Պատրաստվում են խրամուղիներ են փորում, չգիտեմ, բերում են դե սա 15-16-րդ դարի մասին է։ Այդ թվականներին համապատասխան սվինները, բաները առաջին պատրաստվածության են գալիս, բայց իսկ թշնամին չի հարձակվում։ Հետո էլի են ասում, էլի հարձակվելու է, անպայման հարձակ, սրանք էլի շարունակում են ինչ-որ գործողություններ եւ այլն, ավելի sense մտածում են, էս անեն, նոր բաներ, նոր ձեռք, ու գիտեք, այդտեն ժամանակ դու սկսում ես նաեւ ստեղծարար մոտեցում ցուցաբերել, ու էլի չի հարձակվում, իսկ չկա, թշնամին չկա ու չկա։ Ու այսպես 35 տարի անընդհատ ասում են հարձակվելու է, ու սրանք անընդհատ, ու գալիս է մի իրավիճակի, երբ արդեն լուրջ չեն վերաբերվում այդ ինֆորմացիաներին, բայց միևնույնն է, իրենց գործերը դա էլ ինչ անեն, չգիտեն, բայց արդեն մարդիկ լուրջ չեն վերաբերվում դրան, դե հարձակվում, դե 35 տարի անընդհատ դա լսում են, ու գիտեք, մի օր հարձակվում է այդ կայսրությունը, ուրեմն հարձակվում է 100-պատիկ ծանր ուժով, իր ամբողջ հզորությամբ, մենակ հրամանատարները մեկին 100 տարբերություն է եղել, ու այս փոքր պետությունը կարողանում է դիմակայել ու դուրս շպրտել կայսրության ներկայացուցիչներին եւ պաշտպանել իր անկախությունը։ Այդ փոքրիկ պետության անունը Մալթա է։ Իսկ կայսրության անունը Օսմանյան կայսրություն։ Ու այդ ժամանակից այն փառքը, որ ուներ Օսմանյան կայսրությունը, անհաղթ տենց բանի, սկսում է արդեն խամրել ու քիչ սկսում է նահանջել Օսմանյան կայսրությունը ու մեծ հաշվով հենց այդտեղից է, ասում են հենց այդտեղից է սկսում կործանումը, որը տևում է մի 300 տարի մոտավորապես։ Սրանք դասեր են։ Սրանք համաշխարհային պատմությունից դասեր են, որոնք որ համացանցում կան, կարդում ես, ընթերցում ես, մտորում ես սրա շուրջ։ Եվ հետո մտածում ես, իսկ Իսրայելի նման փոքր պետությունը սահմանափակ միջոցներով լավ ո՞նց է հարձակվում Իրանի վրա։ Որովհետև նա անընդհատ աշխատում է։ Նա սկզբունքայինորեն այսպես գնում է մի ճանապարհով։ Կուզեք հիմա վերադառնանք այս ամեն ինչից հետո Արցախ։ Ում քթի տակ 30 տարի իր թշնամին էր ու ամեն օր հոխորտում էր։ Ու ամեն օր ասում էր ես Ղարաբաղը վերցնելու եմ, ուժով եմ վերցնելու, դիվանագիտական ճանապարհով չկարողանամ։ Հետաքրքիր է, չէ՞։ Իսկ ինչ էին անում մեր գեներալները հերոսական, ինչ էին անում ղեկավարները հաղթանակած, կաշառակերության, ապագայի համար կաշառակերության գործեր էին դիզում, եւ ժողովրդին ինչ էին ասում, ասում են նա չի հարձակվել, հանգիստ եղեք, այ մեկը ռուսը մեր հետ է, չգիտեմ, Պողոսը մեր հետ է, Պետրոսը չեն թողնի ոչ ոք, հանգիստ եղեք, մեկը սա մերն է։ Կարծում եք իրենք չգիտեին ինչ էին անում, կարծում եք սա պարզ սթից սուտ էր մի հատ, ոչ, սա աշխատանք էր, նման աշխատանքները, այո, տարիներ են տևում,
եւ կանգնելու այսօր լուրջ դեմքով ասել 20 թվականին եթե երկրի ղեկավարը լիներ Պողոսը կամ Պետրոսը, ապա այլ կերպ կլիներ, չարաչար սխալվում եք, որովհետեւ տևական աշխատանքը արդեն արված էր երկու ստեկ, մյուս կողմից հարցակողական, մյուս կողմից երիտասարդ տղա, ով լեցուն հայրենասիրությամբ միջև մեռնելը պատրաստ էր կռվել, բայց ինչով։ Կարճ դադար մեր։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ այս ամեն ինչը արել է մեր գլխին մի համակարգ իր ներկայացուցիչներով։ Համակարգի անունը բոլորիդ քաչ հայտնի է KGB։ Արել է իր ներկայացուցիչներով եւ այդ ներկայացուցիչները քիչ չեն եղել եւ չեն եղել միայն առաջին օղակի։ Ասել որ այդ բոլոր ներկայացուցիչները իրար հարգում սիրում պաշտում են կլինի սխալ։ Օրինակ ոնց է մի զորամասում կարող է մեկը մեկին սիրեն, մեկը հարաբերություններ են կամ մի կազմակերպությունում կամ մի խանութի աշխատողներով, բայց բոլորով միևնույնն է պաշտպանում են խանութի շահը կամ ինչ որ ասի տնօրենը, չէ, անկախ իրանց միջի հարաբերություններից։ Նույնը էստեղ է։ KGB-ի աշխատողները լցված են բոլոր տեղերը, ոնց կարողացան զավթեցին իրեն ժամանակներով, որովհետև պարարտ հող էր ստեղծված դրա համար։ Իհարկե նրանք փոքրիկ բախումներ կարող են իրար մեջ ունենալ, մինչև շեֆը ջղայնանար կամ մինչև շեֆը հանձնարարությունը իջացներ։ Նույնը նաև Կտրիշ Ներսիսյանի դիմավորումը։ Հանձնարարությունը իջացավ, չհասկացանք։ Այդ մի հատ դրեք մի կողմ աշխատանքի, անցան աշխատանքի։ Բայց գանք ամենախորքից։ Շատ ենք խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը աջակցում էր, հետո եկել էր ինչ-որ Փաշինյան օրինակներ էր բերում։ Կներեք էլի, ես մի հատ փորձեմ տեսնեմ կարող եմ գտնել, որպեսզի ավելի ուղիղ խոսեմ։ Հնարավոր է դուք չեք տեսել եւ այդ պատճառով ես փորձեմ գտնել նրա գրառումը, որը շատ ակտիվ տարածվում էր համացանցում։ Ես ինչ որտեղ պահել էի դա։ Հա, հեսա։ Հա։ Ես գիտեմ, որ նման բաները հեռու չեմ թողնում գնան։ Անպայման կարող է անդրադառնամ։ Խնդրեմ։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 12-ին Facebook-յան գրառում է կատարել, որով անուղղակիորեն աջակցություն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին ուղղված մեղադրանքներին եւ հրաժարականի պահանջի ֆոնին։ 20-րդ դարի սկզբին, այն է 1903 թվականին, սա իր գրառումը, Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը, չգիտես ինչու, որոշել է հիշել Նիկոլային հենց, օրենք ընդունեց հայոց եկեղեցու գույքի բռնազգրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ կայսրը ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի, գրել է Տեր-Պետրոսյանը։ Հայաստանի առաջին նախագահը հունիսի 7-ին այցելել էր Մայրաթոր Սուրբ Էջմիածին իր աջակցությունը հայտնելու քանդողիկոս Կտրիշ Ներսիսյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ եւ պահանջում է, որ նա կհանգեցարվի։ Տեսեք, նախ ոնց փնտրում չես գտնում հայ ժողովուրդը կոնկրետ 1903-1905 թվականներին որ հատվածում եւ ինչպես է ընդվզել, ինչ առաջնորդներով ու ոնց է հաղթել Նիկոլային, այդ հաղթանակը ինչպես է եղել, որտեղ չես գտնի, ոչինչ չես գտնի, կարող է ինչ-որ մի հատ խոսակցություն, մեկն էլ գնացել, չգիտեմ, բայց չկա, ես ոնց նայեցի չկա, ամեն դեպքում, հա, 1903-ից 1905 թվականներին խոսքը պիտի լինի Արևելյան Հայաստանի մասին, բայց
չես գտնում։ Հիմա ուզում ենք հասկանանք, լավ, այս ծերունին, դե բոլորս ենք տարիքներս առնելու, դա վատ իմաստով բնականաբար չեմ օգտագործում, այլ ես ծերունի աղվես արտահայտության մասին է խոսքս, ինչին է ուզում կպնի, ինչ է ուզում անի, ինչ դպրոցների փակում, ինչ գույքի արգրավում, գույքը արգրավված է Կտրիշ Ներսիսյանի կողմից, եկեղեցու գույքը, ու դու Լևոն Տեր-Պետրոսյան, դա հիանալի գիտես։ Եկեղեցու գույքը եւ ֆինանսական միջոցները 2011 թվականից հատկապես ըստ կանոնադրության փոփոխության Կտրիշ Ներսիսյանը տնօրինում է միանձնյա։ Նա կարող է ու գիտեք, շատ քահանաներ կան, շատ եկեղեցու ծառայողներ, ովքեր ունեն կարծես թե փաստեր, կամ ամենայն դեպս վկա են եղել որոշ իրադարձությունների, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուց մասունքներ են անհետացել, թե հիմա դրանք սև շուկայում են վաճառվել, կամ շարունակում վաճառվել, թե դրանք նվիրվում են սրան, նրան, դե աշխարհի առաջնորդներից որևիցե մեկին դուր գալու համար կամ մյուսին, տեղյակ չենք, եւ սա անվտանգային խնդիր է, սա որովհետեւ ցանկացած մասունք հանդիսանում է հայ ժողովրդի ժառանգությունը։ Ինչպես է ստացվել, որ Գարեգին Բեսը կամ նույն ինքը Կտրիշ Ներսիսյանը տնօրինում է դա միանձնյա։ Ինչպես է նման փաստաթուղթ ստորագրվել պետության կողմից։ Պետությունը չունի իրավունք խառնվելու հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու գործերին։ Եվ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին չունի իրավունք խառնվելու պետության գործերին։ Չէ՞։ Ես այդ դրանք անդրադառնանք, բայց ես հիմա ուզում եմ մատ Լևոն Տեր, քանի որ իմ ընկերներից Էդվինը Մարտիրոսյան, ես այս փաստաթուղթը ունեի, հետո կորցրել էի, հետո երկար փնտրում էի, չէի գտնում։ Եվ շատ լավ էր, որ իմ ընկերներից Էդվինը Մարտիրոսյան սա հիշեցրեց իր հրապարակումով։ Խնդրեմ, եթե այն ֆոտոն կա, մի հատ տեղադրենք, ես զուգահեռ պատմեմ, թե սա ինչ է։ Այս փաստաթուղթը ռուսերենով է գրված եւ վերնագրված է Սպրավկա характеристика, совершенно секретно, այսինքն գերգաղտնի։ Ըստ բովանդակության այն անհատի մասին տեղեկատվական բնութագրական փաստաթուղթ է, որը կազմվել է Խորհրդային Միության, մասնավորապես հայկական ԽՍՀ, ՊԱԿ-ի, ԿԳԲ-ի կողմից։ Մասնավորապես այս փաստաթուղթը վերաբերվում է, մի հատ էլ ցույց տվեք, Լևոն Հակոպովիչ անունով անձին, Լևոնին Տեր-Պետրոսյան։ Ասես եթե ուշադիր կարդաք, կտեսնեք, կարող եք ֆիքսել ձեզ մոտ պահել։ Անցնենք առաջ, շնորհակալություն։ Փաստաթղթում նշված է նրա ծննդյան տարեթվերը 1942, ծննդավայրը Հալեբ, Սիրիա։ Ազգությունը հայ, քաղաքացիությունը ԽՍՀՄ, կուսակցական պատկանելությունը անկուսակցական, գիտական աստիճանը բանասիրական գիտությունների թեկնածու, բնակության վայրը Երևան, Լենինի պրոսպեկտ եւ զինվորական ծառայության վայրը փաստաթղթում նշվում է, որ նա 1977 թվականին ԿԳԲ-ի կողմից ներգրավվել է որպես հատուկ գործակալ սպեցագենտ։ Եվ 1978 թվականից մինչև փաստաթղթի կազման պահը աշխատում է Մատենադարանում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում որպես հայկական ԽՍՀ ԿԳԲ-ի տեղեկատու։ Նրա աշխատանքային բնութագիրը նկարագրվում է որպես կարգապահ, բարեխիղճ աշխատող։ Նշվում է, որ նա օգտվում է հեղինակությունից եւ վստահությունից գիտական շրջանակներում։ Նա հանդիսանում է սիրոլոգիայի միակ մասնագետը Հայաստանում։ Ունի բազմաթիվ հրատարակություններ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հրատարակություններում, անձնական կյանքում բնութագրվում է որպես համեստ, ճշգրիտ, ունի շատ ընկերներ, բնավորությամբ մեղմ պատասխանատու։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, արաբերենին եւ ֆրանսերենին։ Լեգենդներ կային, չէ՞ որ 12 լեզու գիտի։ Եզրակացության մեջ առաջարկվում է Լևոն Հակոպովիչին թողնել ԽՍՀՄ ԿԳԲ-ի գործակալական ցանցում։ Փաստաթուղթը ստորագրված է հայկական ԽՍՀՄ ԿԳԲ-ի 3-րդ բաժնի օպերլիազորի մայոր Մ.Ա. Հակոբյանի կողմից եւ հաստատված է հայկական ԽՍՀ ԿԳԲ-ի առաջին բաժնի պետի մայոր Ս.Ս. Արուտյունյանի կողմից։ Ամսաթիվը 1981 թվականի հոկտեմբերի 27-ն է փաստաթուղթը։ Հիմնականում այս փաստաթուղթը հանդիսանում է ԿԳԲ-ի ներքին գրառում Լևոն Հակոպովիչ անունով անձի բնութագրի եւ նրա որպես գործակալի գործունեության վերաբերյալ։ Ահա թե ինչու Հայաստանը այդպես էլ չանկախացավ։ Ահա թե ինչու 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ հատուկ գործողություն էր իրականացվում ազգային ժողովում եւ գնդակահարվում էին ժողովրդի կողքին կանգնած մարդիկ, ժողովրդի սիրելիները, Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի կոչ աներ, որպեսզի բոլորը համախմբվեն Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Ահա թե ինչու 2008-ի մարտի 1-ին դե իրենք իրար մեջ կունենան բաներ, ամեն մեկը կուզի ինքը աթոռը վերցնի, դա շեֆին այդքան հետաքրքիր չի, միայն թե շեֆը ունի պահանջ, ինչ անում եք, այնպես անեք, իմ կայսրության ազդեցությունը չկորի։ Բայց մարտի 1-ին առաջի փախնողներից մեկը եղավ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով գլուխ էր գովում, որ 3 էկիպաժ եկել պահպանում է իր անվտանգությունը եւ ամբողջ ժողովուրդը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գնաց ամենավերջինը։ Եվ սրա մասին Արամ Սարգսյանն էլ պատմում է եւ ասում, որ այս խոսքի տակ, որ վերջինը գնացել է Նիկոլ Փաշինյանը, ինքը դնում է իր անունը, ազգանունը եւ ստորագրությունը։ Այսինքն այսպեսի բաներ։ Հետո մեկը մյուսին առաջ քաշելով, բերելով, որովհետեւ պիտի հազարավոր ագենտներ տեղավորվեին ամենաբարձր աստիճաններում։ Եվ այս ցանցը մինչև հիմա դիմադրում է։ Եվ հիմա ինչի է ակտիվացել հանկարծ եկեղեցին հենց։ Որովհետեւ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ այս երեքը արդեն որպես առաջնորդներ ոչինչ չեն կարող անել։ Այ իրենց ներկայացուցիչներն էլ դեռ աճելու տեղ ունեն։ Ուստի անցանք կտրիճին, բացեցին կտրիճի դոսիեն, ոնց որ թե լավ բաներ ասվում իր մասին, դավայք, բոլորդ կոնսոլիդանում եք կտրիճի շուրջ։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ վերակենում գնում է Կտրիչ Ներսիսյանին հանդիպելու եւ նրան իր քաղաքական աջակցությունը հայտնելու։ Հանկարծ դաշնակները, ում ոնց քաղաքական ղեկավարը ալբանացի կաշառակերն է, եւ ովքեր երբեք աչքի չեն ընկել իրենց եկեղեցասիրությամբ, ընդհուպ միջև վեհարաններում քահանաներ էին սպանում, նրանք նույնպես քաղաքական աջակցություն են տալիս։ Չեկիստը, կոնկրետ ԱԱԾ նախկին տնօրենը, գնում քաղաքական աջակցություն է տալիս։ Եվ այս ամեն ինչի ինչի համար է, որովհետև Ռուսաստանն էլ ունի տվյալներ Իրան-Իսրայել թեմայի շրջանակներում։ Այստեղ միայն Հայաստանը չի հարցը։ Նա Հայաստանը իրենով անելու համար այսքան ռեսուրս չէր ներդնի։ Հասկանում եք։ Այստեղ ազդեցությունը հայերի միջոցով աշխարհում ազդեցությունը պահելու մասին է խոսքը, որովհետև հայկական սփյուռքը մեծ է։ Եվ սփյուռքի ամեն օջախում, ամեն գաղթ օջախում կա եկեղեցի։ Այսինքն տվյալ երկրում դու կարող ես ազգությամբ հայ,
քո ներկայացուցչին ունենալ որպես քո ագենտ։ Հատկապես նման երկրներում, որտեղ որ գաղութը մեծ է, պիտի լինեն քոնոնք։ Եվ այստեղ, եթե կտրիճը ներսիսյան դուրս է գալիս, հանցավոր ճանապարհներով, ամենատարբեր կասկածելի ձևերով, արքեպիսկոպոս դարձած, եպիսկոպոս դարձած սրբազան կոչեցյալները հայտնվում են ծանր դրության մեջ, որովհետև նոր կաթողիկոսը պետք է որ սկսի վերափոխություն անել, հա, վերանորոգում անել, ժողովրդի աջակցությամբ ընդ որում։ Ու այստեղ անհանգիստ է Կրեմլը, որ ոնց թե Ֆրանսիայում, ես Ֆրանսիայից իմ ինֆորմացիաները ստանում եմ հայ սրբազանի միջոցով եւ հայ դաշնակի միջոցով իմ ագենտների, ու հանկարծ այստեղ որ փոփոխություն ա լինում, այդ կապը կտրում է Կանադայից, Իրանից, Մոսկվայում դե իր ենթականը անդեղի հայությանը տիրություն են անում, ինքն ու Արա Աբրահամյանը։ Հասկանում եք խնդիրը որտեղ է։ Խնդիրը բնավ Հայաստանում իշխանափոխության գնալը չի։ Հենց բայց սրանով արդեն Հայաստանի համար ազգային անվտանգային հարց է ստեղծվում։ Որովհետև դա շատ լավ գիտակցում է տվյալ օտարերկրացին, ում երկրում գործում է հայկական մեծ գաղութ։ Եվ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում նա այսօր Եվրոպայում եւ Ամերիկայում ոչ ոք չի ուզում ունենա KGB-ի գործակալներ։ Ամեն ինչ անում են, որ մաքրեն իրենց երկիրը, ու մեկ էլ տես որ Հայաստանից այնտեղ ինչ որ մի հատ բան է, կուսակցության Հայաստանում գործող կուսակցության ներկայացուցիչ է այնտեղ, ագենտուրա են զբաղվում եւ Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։ Եվ օրինակ, հա, օրինակը Ֆրանսիայի վրա բերեմ։ Եվ Ֆրանսիայում հիանալի գիտակցում են, որ եթե այդ սրբազանին հավաքեն, դրանով կարող է հայկականության բանը շարժեն։ Բողոքի տեղ տան։ Բայց չեն էլ ուզում այդ ագենտին իրենց երկրում ունենան։ Ուստի ում են դիմում։ Հո կտրիճին ներսիսյան չեն դիմելու, կտրիճը ներսիսյան էլի գիտեն, որ ագենտ է։ Դիմում են պետության ղեկավարին, ասում են տեսեք, հայկականությունը սենց վիճակում է ու ես իմ երկրում պիտի գործողություններ եմ։ Ես քեզ հետ ուզում եմ լավ հարաբերություններ ունենամ, բայց այսպիսի խնդիրներ կան։ Իմ մոտից ոնց որ դանակով թիկունքից խփվում է։ Դուք չեք կարողանում ձեր հայերով կոնսոլիդանալ, այդ հարցերը լուծեք։ Ու ես ինչ բանը չեմ կարող անել այնքան ժամանակ, մինչև այս հարցը սենց չնի։ Օրինակ, որպեսզի ավելի պատկերավոր ըմբռնեք, թե ինչքան խորն են հարցերը։ Եվ ես այսօր ճիշտն ասած, քանի որ 3 Facebook-յան իմ եթերում անդրադարձա, որոշել էի, որ հաղորդման շրջանակներում նույնպես անպայման անդրադառնամ հայկական շարժում կոչվող մի շատ հետաքրքիր Ֆրանսիայում գործող կառույցի կազմակերպության, ովքեր որ լուրջ ու կարևոր հայտարարություններ են անում, ես նրանց վաղուց հետևում եմ, բայց նրանց փորձում են ճնշել տեղական դաշնակասրբազանախառը երևույթները նրանց մասին կեղծիք տարածելով, սուտ տարածելով։ Բայց քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, իսկ այդ թեման ես չեմ ցանկանում կարճ սահմանափակ ձևով խոսել, ապա դրա մասին գուցե խոսեմ երկուշաբթի օրը, եթե առավել կարևոր բաները առաջ չընկնեն ժամանակի հետ կապված, եւ այս խոսակցությունը հիշեք, այդ ագենտուրայի համաշխարհային ցանցի հայկականության միջոցով, որովհետեւ սա դրա մի մասնիկն է լինելու, մի օրինակը։ Եվ խնդիրը ոչ միայն, այո, Կատրիշ Ներսիսյանի երեխաներ ունենալն է։ Խնդիրը այն կեղծիքներն են, որի մեջ որ ապրում ենք։ Իմիջայլոց օգտվելով վերջին րոպեի խոսելու իմ հնարավորությունից եւ իրավունքից ասեմ նաեւ հետեւյալը։
Այդ որ ինչ ուզում անում եք, դա դեռ ձեր գործն է, բայց կարող ենք իմանալ։ Օրինակ, մեզ օրինակ ինձ մկրտիալիս խնդրում եմ բացատրեք։ Ոնց է լինում, որ 25 թվականի եկեղեցական օրացույցի մեջ գրված է ասողիկը, քահանա, կենսագրությունը կա, այնտեղ գրված է վարդապետ, բայց գրառում է անում հակադարձելով Արայք Հարությունյանին, ներկայանալով աբեղա։ Վերջը դա ով է։ Եթերում ազատ շփումներ։ Հա, իմիջայլոց, ներողություն, վաղը ժողովուրդ ջան, Սասունցի Դավիթ հրապարակում, Սասունցի Դավթի արձանի մոտ կայարանում, մենք կազմակերպում ենք, այսպես ասած, զբոսանք, դա հանրահավաք չի, դա ինչ-որ բողոքի ցույց կամ ակցիա չի, ոչ, դա զբոսանք է, եւ մեր գաղափարակից մարդկանց, մեզ նման մտածող մարդկանց անկախ տարիքից եւ սեռից հրավիրում ենք այդպես բաց հանդիպենք, միած շփվենք, զրուցենք, զբոսնենք, հետո տեղում հնարավոր է եւ որոշ մտքեր տանեն, որոշումներ կայացնելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, այս ամեն ինչի անունը մենք դնում ենք մեծ զբոսանք եւ վաղը շաբաթ օրը ժամը 18:00-ին ես իմ գաղափարակից փոքրաթիվ խմբով առայժմ փոքրաթիվ կլինեմ Սասունցի Դավիթ արձանի տարածքում։ Եթե ցանկացողներ կան ձեր մեջ, կարող եք միանալ մեզ, անկախ էլի եմ կրկնում տարիքից եւ անկախ նրանից ծանոթ ենք թե ոչ։ Վաղը 18:00 Սասունցի Դավիթ։ Դե ինչ կհանդիպենք։